Կենցաղային բժշկական իրերի կոսմետիկայի արտադրության մեջ օգտագործվում է բուսական ցելյուլյոզ, որը ստանում են փայտի եւ որոշ բույսերի ցողունների քիմիական մշակումից։ Այս նյութն առկա է թղթի, պլաստիկի, արհեստական մետաքսի, վիրակապերի, պայթուցիկների բաղադրության մեջ։ Ցելյուլյոզը պինդ է, չի լուծվում ջրում եւ օրգանական լուծիչներում։ Դա է պատճառը, որ թաղանթանյութը վնասում է շրջակա միջավայրը տարիներով մնալով բնության մեջ։ Ի տարբերություն բուսական ցելյուլյոզի, բակտերիաներից ստացված ցելյուլյոզն անվտանգ է։ Ունի շատ կարևոր հատկություններ, դա նախ եւ առաջ իներտ է, քիմիապես, այսինքն ոչ մի ռեակցիաների մեջ չի մտնում նյութերի հետ, դիմանում է տարբեր ջերմաստիճաններին, բարձր եւ ցածր, ոչ ալերգիկ է, ոչ տոքսիկ է եւ կենսաքայքայվում է բնության մեջ, ինչը նույնպես շատ կարևոր հատկություն է։ Բակտերիալ ցելյուլյոզի որակը լավն է, ինքնարժեքը բարձր։ Այդ պատճառով շատ տնտեսվարողներ հրաժարվում են այս նյութից։ Հայ կենսատեխնոլոգիա գիտաարտադրական կենտրոնի գիտաշխատողները գտել են թաղանթանյութի ստացման մատչելի տարբերակը սննդարտադրության թափոններից։ Ցելյուլոզի ստացման համար մենք ի տարբերություն սովորական սննդանյութերի օգտագործում ենք գինեգործության եւ գարեջրագործության թափոնները, ուստի մեր արտադրանքը կլինի ավելի էժան, քանի որ այդ թափոնները ավելի էժան են, քան սովորական սննդանյութերը։ Գինու եւ գարեջրի արտադրական թափոններում անհրաժեշտ տամները լավ են աճում։ Բակտերիաներից ստացված ցելյուլյոզը քիմիապես ավելի մաքուր է, ինչն էապես հեշտացնում է գիտնականների աշխատանքը։ Բացի այն, որ խուսափում ենք մաքրման պրոցեսներից, որոնք պարունակում են մի քանի տարբեր քիմիական նյութեր, այստեղ մենք ունենք բակտերիա, որը որ սինթեզում է պատրաստի բակտերիալ ցելյուլոզ, որը որ ընդամենը պետք է սինթեզից հետո մաքրել, այդ պրոցեսը նույնպես շատ հեշտ է, որ ընթանում է ընդամենը թորած ջրի օգնությամբ։ Գիտնականներն ավելի շատ կենտրոնացած են բժշկական նյութերի վրա, պատրաստվում են վիրակապեր ստանալ, որոնք օժտված կլինեն հակաբակտերիալ ակտիվությամբ։ Ուզում ենք բացի վիրակապերից ստանալ նաև բակտերիալ ցելյուլոզի հումքի վրա հեմոստատիկ նյութեր, որոնք լայն կիրառություն կգտնեն վիրաբուժության ժամանակ, այսինքն արյունահոսություններ կանգնացնելու համար։ Հայ կենսատեխնոլոգիա կենտրոնի մասնագետները Հայաստանում առաջինն են, որ հետազոտում են ցելյուլյոզի ստացման նոր մեթոդները։ Գիտական նախագիծը ֆինանսավորել է Հայ օգնության ֆոնդը անսև դրամաշնորհային ծրագրով։ Արամ Մանանդյան, Էդգար Դավթյան, լուրեր։